Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 7-ն է, օրը ուրբաթ։ Այո, նոյեմբերի առաջին աշխատանքային շաբաթն ենք միասին ամփոփում, ինչպես միշտ հասցրել ենք անդրադառնալ մի շարք հետաքրքիր միջոցառումների, որոնք տեղի են ունենում այս օրերին, ու քանի որ այսօր աշխատանքային վերջին օրն է, Google որոնողական համակարգը մեր փոխարեն կարող է պլանավորել հանգստյան օրեր։ Այո, այն իր որոնման փորձը բարձրացնում է նոր մակարդակի իր արհեստական բանականության ռեժիմում, ավելացնելով նոր գործնական գործունեություն, որոնք օգտագործում են եւ հնարավորություն են տալիս անմիջապես զրույցի միջոցով ամրագրել միջոցառումների տոմսեր եւ գեղեցկության սրահի օրինակ այցելություն։ Վաու։ Այո։ Իսկապես այս թարմացումը թույլ է տալիս օգտատերերին իրական աշխարհում պայմանավորվել բնական լեզվի միջոցով, առանց հավելվածների կամ կայքերի միջև անցնելու։ Այս բարելավված հնարավորությունները ներկայումս հասանելի են միայն ԱՄՆ-ում, բայց վստահ ենք, որ շուտով դա նաև հասանելի կլինի ամենուրեք։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ դեռևս միայն ԱՄՆ-ում է հասանելի այս ֆունկցիան։ Այո, բայց ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այն մարդկային շփման վրա մեծ ազդեցություն չի թողնի, որովհետև այն էլ հիմա այս աշխարհում մարդկային շփումը ամենակարևոր, այո։ Դե, եթե մարդու ձեռքով է ստեղծված, ինձ թվում է գոնե այդ մարդկային գործոնը կպահպանվի, որ երկրորդ պլան չանցնի human being-ը։ Արհեստական բանականության գերարագ զարգացումն արդեն ինչ-որ տեղ վախեցնող է դառնում, բայց դե, հուսանք իսկապես, որ վերջնական չի փոխարինի մարդը արհեստական բանականությանը, հակառակը։ Գոնե թե մենք ամեն օր հենց այդ ջերմ ու տաք շփումն ենք բնականաբար ապահովում այստեղ, բարի լույսում եւ ամեն բան անում ենք, որ դուք էլ զգաք այդ մարդկային ջերմությունը։ Բարի լույս, արթնացեք։ Եղանակի հետ է կապված լավ տրամադրություն է եւ շարունակում ենք եղանակային լավ նորություններով մայրաքաղաքում եւ մարզերում առաջիկա օրերին սպասվում է առանց ստեղումների եղանակ սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ ինչքան է սպասվում։ Սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 7-ից մինչև ամսի 9 աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Բավականին հրաշալի արդյունք է եւ տաք նոյեմբեր է մեզ սպասվում։ Չմոռանանք նոյեմբեր է, այո, իսկապես։ Եթե ժամանակին նոյեմբերին արդեն իսկ բարձր ձյուն էր գալիս, հիմա դեռ մենք ասում ենք, որ բարձրանալու է 2-ից 4 աստիճանով, այնպես որ արդեն իսկ կարող եք մտածել, թե Հայաստանի որ գեղատեսիլ վայրում եք ձեր նոյեմբերը անցկացնելու հանգստյան օրերով, հատկապես որ իսկապես նման հրաշալի աշունը էքսկլյուզիվ է։ Հայո, դուք մտածեք, իսկ մենք ձեզ ներկայացնենք մեր քաղցր գործընկերոջը։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո հրոշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի խրթխրթան թխված կապլիկներից մինչև հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Fussan, գետնանուշի փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեսթը՝ նուգա կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը ու վայելեք ամեն պահ։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, եւ մեկ հագեցած հյուրաշատ եթերային շաբաթն ենք այսօր ամփոփելու հետաքրքիր զրույցներով։ Նախ մեր հյուրերի հետ զրուցելու ենք Արևի մարդիկ ժամանակակից բալետային ներկայացման մասին, այնուհետև տեսահոլովակի պրեմիերա է լինելու մեր եթերում Ապրել խաղաղ նախագիծ հիմնադրամը 10-ամյակի առիթով նորություններ ունի, որոնց մասին էլ կպատմի հենց մեր տաղավարը։ Այո,
շատ բազմաբովանդակ եւ հետաքրքիր կոնտրաստային փոփոխությամբ հյուրեր են։ Հետաքրքիր զրույցների ընթացքում կթերթենք մեր մշտական էջերը, կդիտենք հայ նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին տեսանյութն ու կբարձենք օրվա բաղադրատոմսը։ Սաթենիկն էլ խոհանոցում կառաջարկի ու կպատրաստի եւս մեկ համեղ ու յուրահատուկ նախաճաշ։ Բայց մինչ Սաթին ողջունելը ներկայացնենք մեր գործընկերոջը մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականի եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքի անդամների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, բանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակ։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Իսկ հիմա մենք իսկապես պահպանելով տրամաբանությունը մեր եթերի, այսպես կարելի ասել, տեղափոխվենք խոհանոց, որպեսզի ծանոթանանք նախաճաշին, դրա պրոցեսին, բաղադրիչներին ու վերադառնանք դրվենք մեր զրույցներին։ Բարի լույս Սաթ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ Արման Լիլիթ, բարի առավոտ հավատարիմ հեռուստադիտողներ։ Այսօր միասին մենք պատրաստելու ենք սննդարար, առողջ, հեշտ պատրաստվող նախաճաշ, որը մանրաթելերով հարուստ է, քանի որ գլխավոր բաղադրիչն է բատատա տեսակի կարտոֆիլը, որը բետա-կարոտինով հարուստ է, մեր մաշկի, մազերի, եղունգների համար ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Կարող եք ժամանակ առ ժամանակ օգտագործել ձեր սննդակարգում։ Եվ իհարկե ես համեմելու եմ ռիկոտա տեսակի պանրով, որը սպիտակուցների աղբյուր է։ Մենք ունենք այստեղ չերի տեսակի լոլիկ, որը հակաօքսիդանտներով է հարուստ։ Եվ իհարկե պեստո տեսակի սոուսը, որը իր մեջ ներառում է սխտոր, ընկույզ, ռեհան, ռեհանը հատկապես հակաօքսիդանտ է եւ վիտամին C-ով հարուստ է, հենց այնպես չէ, որ երբ որ կոկորտոտ մի փոքր ցավում է, չորացած ռեհան են խորհուրդ տալիս։ Քանի որ ասացի չորացած ռեհան, հիշեցի անմիջապես մեր գործընկերոջը Մարանիկը։ Իդեպ առաջարկում է չորացած ռեհան, ցիտրոն, չորացած եւ համեմունքների մի շարք։ Այնպես որ հենց այս պահին ձեր էկրաններին կլինի ցիելի հեռուստադիտողներ Մարանիկի կողմից առաջարկված տեսականը, ես էլ սիրով կներկայացնեմ եւ կօգտագործեմ իհարկե։ Հենց այս պահին ձեր էկրաններին է հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը։ Որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ասեմ, արդեն հասցրել եմ բատատա տեսակի կարտոֆիլը համեմել սև պղպեղով, կարմիր պղպեղով, հենց հիմա ես ջեռոցից կհանեմ, մի քանի րոպե թողնելու եմ ջեռոցում, որպեսզի փափկի, այնուհետև ռիկոտա տեսակի պանիրը, չերի տեսակի լոլիկը եւ պեստո սոուսը խառնելու եմ վրան, փափկացնելու եմ, խառնելու եմ եւ դնելու եմ։ Հիմա մի փոքր թողնեմ, ես այս հատվածը կավարտեմ ու արդեն կանցնեմ աշխատանքի, քանի որ պետք է մի փոքր փափկի, պարզապես արտաքին շերտն է կարմրել, ինչու, որովհետև ձիթայուղով ես սպատել եմ։ Ձիթայուղը ավելի խրթխրթան է դարձնում եւ արտաքին տեսքը շատ արագ գույնը փոխում է, ախորժաբեր է սարքում։ Եվ խոսեցինք Մարանիկի կողմից առաջարկված համեմունքներից տեսականից, ասեմ նաեւ զուգահեռ ես պատրաստելու եմ Աթենքի կողմից առաջարկված ձողիկները, հավի նագեցները, որը մենք շատ սիրում ենք, իմ սեղանին է, հենց այս պահին ձեր էկրաններին է։ Մսամթերքի շուկայում բացառ
Ձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում, կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում հայտնվել է նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Քանի որ խոսեցի Աթենքի կողմից առաջարկված նագետներից, ուզում եմ հենց այս պահին շուռ տալ 4-ից 6 րոպեների ընթացքում ինչպես խոստացա, պատրաստվում է տարբերակները։ Ձեր էկրաններին էին քիչ առաջ, դուք էլ կարող եք ընտրել ձեր նախընտրածը կամ ձեր տան անդամների նախընտրած տարբերակները։ Ինչպես նշեցի, կարտոֆիլով համեղ կերակուր եմ առաջարկելու եւ պատրաստելու կարտոֆիլը մի խուսափեք։ Շատերը, ովքեր որ իրենց առողջ սննդակարգին հետևում են, կարտոֆիլից խուսափում են։ Ոչ այնքան հարուստ է մանրաթելերով, որ մարսողական համակարգին օգնում է եւ հավատացնում եմ, այն կալորականությունը, որը թվում էր, թե բավականին բարձր է, հավատացնում եմ, ցածր է, կարող եք հանգիստ ներառել ձեր սննդակարգում, հատկապես ռիկոտայով, պեստո տեսակի սոուսով եւ չերի տեսակի լոլիկով։ Ճիշտ պահն է, սիրով ժպիտով խոսքս փոխանցեմ Արմանին եւ Լիլիթին, թող նրանք շարունակեն։ Դե ես էլ այստեղ իմ աշխատանքը արդեն սկսեմ։ Բարի լույս բոլորին։ Շնորհակալություն Սաթ։ Այո, շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք այս պահին կարճատև գովազդով, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, մենք տեղափոխվում ենք հյուրասիրական։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես միշտ մեր եթերում մշակութային անդրադարձ է լինելու նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Արևի մարդիկ ժամանակակից բալետային ներկայացումը, որը միավորում է բեմական շարժումը, կենդանի երաժշտությունը եւ հայկական ինքնությունը, ստեղծելով եզակի սինթեզ բարի եւ ռոք երաժշտության միջև։ Յուրահատուկ համագործակցության եւ սպասված ներկայացման մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ տաղավարում են Սամմիթ միջազգային ամառային պարային փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժվալ Մանուկյան, ներողություն, պարային նախագծի գեղարվեստական ղեկավար ժամանակակից պարիպարուսույց Վալերիա Կասպարովան, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ Ռոզենտալ ռոք խմբի հիմնադիր, գիտարիստ, վոկալիստ, երգերի եւ խոսքերի հեղինակ Արմեն Եդիգարյանը, բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շատ հետաքրքիր համագործակցության մասին ենք զրուցում, հատկապես երաժշտական, ես վստահ եմ երաժշտասերները այս պահին համակոշադրությամբ լսում են մեզ, որովհետև մենք խոսում ենք ռոքը համադրած բալետային շարժման մեջ, ինչպիսի համագործակցություններ, նախ կխնդրեմ պատմեք սկզբնաղբյուրը։ Սկզբնաղբյուրը եղել է երաժշտություն, դրա համար խոսքը փոխանցում եմ Արմենին։ Խնդրեմ Արմեն, դուք պատմեք, թե ինչպես ստացվեց, որ ռոքը առաջարկ ստացաք ռոքը տանել բալետի բեմ։ Մինչև Վանեին հանդիպելը կար արդեն Ռոզենտալի նոր ալբոմի կաղապարը, որը կոնցեպտուալ ալբոմ է, որում ներառված են մեր վերջի շրջանի հայ լեզու գործերը, կարելի ասել 5 տարվա էվոլյուցիա է այդ ալբոմը իրանով ու արդեն այնտեղ կա պատմություն, սյուժետ, ունենք լայվ համերգային տեսագրություն, որը on-line հասանելի է ու բանեն լսել էր։ Ոգեշնչվելով այդ երգերից իրա մոտ նոր գաղափարներ էին առաջ եկել, թե ինչ կարելի է անել որպես խորեոգրաֆ իր հաջորդ ոնց որ մեծ աշխատանքը էլի։ Այդպես սկիզբը այդ է եղել ու Արևի մարդիկը հենց այդ երգերից մեկն էր,
երբ որ ինքը արդեն ամբողջացնում է իր գաղափարները, մի օր գալիս է, մենք ծանոթանում ենք, նստում ենք իր նախորդ աշխատանքներն ենք նայում, հասկանում ենք, որ մեր գաղափարները մեկին մեկ համընկնում են, այսինքն մեսեջինգի տեսանկյունից թե մենք ինչ ենք ուզում լսողին տեղ հասցնել ու ուղղակի սաղ ռեսուրսները ուժերը միավորում են, կպնում են գործի, էլի։ Հավաքվեցիք մի գաղափարի շուրջ, կարելի ասել։ Իմ համար էլ շատ կարևոր էր, որ իմ որպես բեմադրող մյուս քայլը Հայաստանում լինի, ինչ որ մի շատ յուրահատուկ ներկայացում, որը լինի սկզբից մինչև վերջ հայկական, որը ոչ մի ուրիշ էլեմենտ այդտեղ չլինի։ Ու ես հապ ընտրում էի այդ ոգեշնչությունը, չէի կարող գտնեի, մեկ էլ իմացա Ռոզենտալի մասին, ասում եմ, հեսա կլսեմ, կհասկանամ, երաժշտությունը լսեցի, ավելի ոգեշնչվա, հետո դե հայերեն մեկ-մեկ չեմ հասկանում բառերը, առավելևս որ արագ է լինում, հետո էլ որ Արմեն արդեն բառ առ բառ բացատրեց ամեն մի երգի գաղափարը, ես հասկացա, որ իմ պատկերացրածի հետ առանց իմանալու բառերը համընկավ, այստեղ մենք արդեն հասկացանք, որ դա է մեր ճանապարհը ու կարծում եմ շատ լավ հասանք լիքը արդյունքներին, մեկ էլ Դուք ասացիք, որ արդեն տեղի ունեցել ներկայացումը, Մոսկվայում խաղացել եք, եթե չեմ սխալվում։ Մոսկվայում չէ, մեր պրեմիերան կայացավ Open Look միջազգային ժամանակակից պարի պարատոնին Պետերբուրգում, օգոստոսի 23-ին, ու իրականում հենց այդ պարատոնի շնորհիվ մենք կարողացանք անենք այս ներկայացումը, որովհետև ես ու Արմենը պերֆեկցիոնիստ ենք։ Եվ եթե մեզ ժամանակ կդրվեր, մենք մի 2 տարի կաշխատենք այս ներկայացման վրա, ասենց ամեն։ Իրական ես շատ ուրախ եմ, որ ձեզ ժամանակ չի տրվել, եւ մենք հնարավորություն ունենք այս աշխատանքը տեսնելու, բայց ես կուզեմ մի փոքր ավելի մանրամասն խոսել, թե ինչպես ստացվեց բալետի եւ ռոքի հետ համադրությունը ու այս ամբողջ աշխատանքի ընթացքում, որ ներ ամենամեծ մարտահրավերը, որին բախվեցիք։ Օրկեստրի դեմ ձեզ հետ կա աշխատում է, թե միայն ու միայն Ռոզենտալն է, գիտար, բաս, բարաբան, վոկալներ, հա, այն ամենա թափանցիկ ձևով էլի ռոք երաժշտությունը իր գործիքակազմով։ Այս ծրագիրը մենք նվագել ենք շատ տարբեր ֆորմատներով, ունենք համագործակցություն ցայգ ֆոլք ռոք խմբի հետ, որտեղ արդեն 3 գիտար է, աղջիկների երգչախումբ է, ջութակներ, ֆլեյտաներ, այսինքն կա այդ ավելի ընդլայնված կազմը, բայց այս առաջին պրեմիերայի համար որոշեցինք պահենք այդ կորիզը, էլի։ Իսկ բառը միացավ շատ հեշտ, որովհետև երաժշտությունը շատ խոսացող է, ու ես չէի մտածում ստեղ ինչ դնեմ, ոնց դնեմ, այլ ոնց որ երաժշտությունը ինձ ուղղորդեց, բառ առ բառ ասեց, թե ես ինչ պետք է անեմ, ես զուտ լսում էի երաժշտությունը ու շատ խնդալու էր, երբ որ Արմենը առաջին անգամ եկավ ու տեսավ հենց իմ գործի մասը, ասում է, ես չէի մտածում, որ երգերը կարելի է մարմնի առումով այսքան բառ առ բառ փոխանցել։ Այո, բալետ։ Իրոք շատ տպավորիչ էր ու քանի որ մենք դեռ միտք չունեինք Հայաստանում ներկայացումը խաղալու, այդ ֆակտորը կար, որ մարդիկ չեն հասկանալու տեքստը, ինչի մասին է երգվում, իրոք Palmargan Dance Project-ի մոտ Վանեի ջանքերով ստացվեց բառը փոխակերպել շարժման, էմոցիայի ու այդ ամենի սինթեզը հիմա արդեն կարող ենք տեսնել նաև այստեղ։ Սա իսկապես ֆանտաստիկ հնարավորություն է բոլոր երաժշտասեր մարդկանց համար, ովքեր որ իսկապես գնահատում են տարբեր նորովի լուծումները ժամանակակից բեմում, հատկապես դասական բեմում, իսկ բալետում լսել լավ երաժշտություն այլ տեսքով, ռոք օրինակ, իսկապես հրաշալի նախ մարտահրավեր է երաժշտասերի համար։ Արմեն, բայց ինչպես է ընդհանրապես տեղի ունեցել երաժշտական գործիքավորումը, լուծումները, որ բնույթը բալետն էր, դուք ինչպես որպես ռոքեր այս դեպքում բալետի շրջանակում աշխատեցիք։ Քանի որ սկզբից երաժշտությունն էր, այստեղ պարն է ավելի շատ հարմարվել երաժշտությանը, մենք ավելի արդեն ներկայացման կտրվածքով, օրինակ ունենք անցումներ եւ այլն, որոնցով փորձել ենք ավելի հարթ ու սահուն կապել ամբողջ ծրագիրը իրար, բայց ինչ որ կոմպրոմիսի տեղ չի եղել, էլի, որ ասենք, այստեղ բալետ է, ինչ որ բան, չգիտեմ, ավելի թեթևացնենք կամ բան, հակառակը պարողներն էլ են ռոքեր, էլի, ինչ որ իմաստով։ Ես ասեմ, օրինակ Վանեն շատ ոգեշնչվել է, Հակոստին հիմա Վանեն կանրադառնա, ինքը շատ ոգեշնչվել է հայկական
ժողովրդական պարերով ու ավանդույթներով ու ֆոլք էլեմենտը կա նաև երաժշտության մեջ, այսինքն մեզ տեղ միավորում է ազգայինը նաև։ Շարժումների մասին ավելի մանրամասն կարող է Վանեն ասել, բայց ուզում եմ ասեմ, այդ ծառությունը ինչ-որ երաժշտության մեջ կա նաև շարժման մեջ, այդ ուժը ու հզորությունը միացրել է սաղ իրար, էլի։ Նախ շատ կարևոր է նշել, որ սա ոչ թե զուտ բալետ է, այլ ժամանակակից բարի բալետ է։ Այսինքն contemporary dance ոճն է, որը բնականաբար ավելի մեծ ազատություն է տալիս արտահայտվելու։ Այս մեկ, երկրորդը մենք որոշել ենք, ի սկզբանե ես որ Ռոզենտալին լսել եմ, միանգամից ունեցել եմ պատկեր, թե ոնց եմ ուզում պարեն ռազմական կոշիկներով։ Ու իրանք բավականին ծանր են, անհարմար են, բայց պարողները հիանալի կատարում են իրենց աշխատանքը։ Այո, եւ դա տալիս է լրիվ ուրիշ զգացմունք ամեն մի շարժումից։ Ու նաեւ դա մեծ խորհրդանշական բան է հենց ներկայացման համար, որովհետև սա ոչ թե հագուստի մասն է, այլ իր դերնել է խաղում առանձին։ Այստեղ շատ հետաքրքիր է, եկեք մի փոքր առանց փակագծերը բացելու սյուժեին անդրադառնանք ու անվանումից խոսենք։ Ինչու են ընտրեցիք այդ Արևի մարդիկ անվանումը։ Դե Արևի մարդիկ ոնց արդեն ասեցինք, հենց այս երգն է, որը ոնց որ միավորում է ամբողջ ալբոմի իմաստը ու ամենա միտք փոխանցողն է։ Այսինքն մարդը կապված է Արևի հետ, որպես Արեն է, մենք ենք Արը, էլի, այսինքն հայ մարդու իրականության մասին է ավելի շատ, որտեղից ենք եկել, ուր ենք հիմա, ուր ենք ուզում գնալ, ընդհանուր այդ գիծն է ու երևի սա մեր պերսպեկտիվան է, ամեն դեպքում ոնց ենք մենք զգում, ոնց ենք ընկալում ու ինչ գաղափար ենք դնում այստեղ, դրա համար վերցրեցինք դա կենտրոնական որպես իմաստ, Արևի մարդիկ ներկայացումը խոսելու ենք Արևի մարդկանց հետ։ Հրաշք, հրաշք։ Դե պիտի խնդրեմ հիշեցնեք նորից ժամը, վայրը, օրը։ Նոյեմբերի 10-ին, երկուշաբթի օրը, երեկոյան ժամը 7-ին, օպերայի եւ բալետի թատրոնում սիրով կսպասենք բոլորին, ձեզ էլ նույնպես հրավիրում ենք։ Մենք էլ սիրով կգանք, որտեղ իսկապես երաժշտական շատ ինձ համար ծուռ իրադարձություն է լավ առումով, որովհետև արվեստը միանշանակ ավելի շատ ծուռություն է սիրում, քան ուղիղ ստանդարտներ, դա իմ կարծիքն է միանշանակ։ Ճիշտ ասած ասացիք, որ Պետերբուրգում խաղացել եք, իսկ հիմա շատ հետաքրքիր է, թե նախ այնտեղ ինչ արձագանքներ ստացաք, իսկ ինչ արձագանքներ եք սպասում Հայաստանում, ինչ կուզեք, որ մարդիկ գան, վերցնեն ու տանեն իրենց հետ։ Ես թե Ռուսաստանում, թե ստեղ ասեցի նույն բան, որ եթե մեր խոսքերին չեն լսում, ուրեմն մենք բեմից երգելու ենք, պարելով ասելու ենք, թեկուզ գոռալու ենք, բայց մեր այդ գաղափարախոսությունը հասցնելու ենք բոլորին, որ հերիքա ապրես անցյալով, ուսումնասիրի, անալիզարա հարգի, հիշի, վեկալ պատասխանատվությունը քո ձեռների մեջ եւ գնա քոնը ստեղծի, դեպի քո լավ ապագան։ Ու դա աշխատեց թե Ռուսաստանում եւ այդ նույն ակնկալիքները ունեմ ես անձամբ ստեղ, որ Հայաստանում հայկական թե պարարվեստի, թե երաժշտական ներկայացուցիչները լինեն շատ ավելի արժանի, եթե ես ճիշտ եմ արտահայտվում, չգիտեմ, Արմեն փրկի։ Եթե ճիշտ կհասկանամ, միտքն է, որ ստեղ երաժիշտները, լոկալ պարողները միավորվել են ինքնաբուխ նախաձեռնությամբ հասել են օպերայի բեմ, բայց բան չի եղել, էլի։ Չէ, դե իսկապես դա, ես վստահ եմ, որ մեզ մոտ ավելի լավ է ընդունվելու եւ էլ ավելի լավ արձագանքներ եք ստանալու, քան օրինակ Ռուսաստանում, չգիտեմ ինչու, բայց այդպես է, ես վստահ եմ, որտեղ մեզ մոտ երաժշտասերները ու ընդհանրապես արվեստում շատ հետաքրքրասեր հանդիսատես ունենք այս դեպքում, այնպես որ լավ է լինելու, ես վստահ եմ, որ լավ է անցնելու, բայց պիտի նաև մեզ խոստանաք եւ վստահ լինենք, որ սա ձեր առաջին համագործակցությունը չի լինի, դուք էլի միասին կսկսեք աշխատել, եթե սա իհարկե առաջինն էր, ես ինչ իմանամ։ Առաջինը անպայման կարծում եմ, որ սա շարունակական է լինելու, համոզված եմ ամենակիչը այն իմաստով, որ այն ինչ որ մենք ներկայացնելու ենք երկուշաբթի օրը, սա ոնց որ առաջին մանիֆեստն է այս գաղափարի, ու ինքը անվերջ պոտենցիալ ունի զարգանալու,
ու էլ ավելի Սա կարելի է նաև նոր ճյուղ համարել որպես այդպեսին եւ ոգևորություն մնացած տարբեր խմբերին, պարային կամ երաժշտական, ովքեր որ կարող են նորից հանդիպել մեկ գաղափարի շուրջ ու ստեղծագործել։ Իսկ արտիստներն ովքեր են։ Ձեզ հետ բերել եք Ռուսաստանից։ Ոչ, հենց այդ է հիմնական իդեան, որ ես ինչ ունեի իմ գիտելիքներից, սաղ փոխանցել եմ ստեղի ժողովրդին, որ իրանք աճեն, Հայաստանում մնան։ Մեր բալետի արտիստներն են պարողները, թե։ Չէ, Balmankan Dance Project-ը իր պատմությունը ունի։ 5 տարի առաջ ես տեղափոխվել եմ ստեղ Ռուսաստանից ու 5 տարի առաջ էլ դարա գեղարվեստական ղեկավար ու սկսեցի կոպիտ ասած 0-ից մի քանի սերունդ բարձրացնել դեպի հենց ժամանակակից բարի լավ որակ ու սա արդեն երկրորդ թե երրորդ սերունդն է, որին հասել է իմ ինչ-որ մի ամբիցիաները, որը ես էլ արդեն հասկացա, վсё, մենք պետք է արդեն ոնց ասեմ, գնանք առաջ բարից բունի մաստով և մեր մոտ 5 պարող է, բա հենց Balmankan Dance Project-ը ներկայացնում են Էդիտա Հովանիսյան, ով իմիջայալոց համարյա միաձեր նաև քարել է մեր կոստյումները։ Կոստյումների մասին էլ։ Իրանք բոլորը սենց մի քիչ ռազմական պոստապոկալիպսիս վիճակն են, որովհետև անդրադառնամ սյուժեին, ամեն ինչ սկսվում է աղոթքով, ենթադրեք աղոթք ու ռոք երաժշտություն։ Ու դա հենց ոնց որ սկիզբն է, ոնց որ ենթադրենք, որ մենք աշխարհը քանդված է ու դու դա վերլուծում ես կամ քո ներքին աշխարհը քանդված է ու դու դա վերլուծում ես, մտածում ես Արմենը երևի հայերենով ավելի մոխիրների մեջից հա հույսի ճրագը բացվում, որն էլ ինչ է դաշկիր զուգահեռ եղավ, օրինակ այդ հույսի մոմի նման վառվող ճրագից գնում ենք դեպի արևի մարտիկ էլի, իսկ այն աղոթքը ինչ-որ Վանեն նշեց, Մեսրոպ Մաշտոցի կողմից գրի արված առաջին աղոթքն է, Մեղավորմյան, որն էլ հենց ալբոմի առաջին երգն է, ու այդ ինտենսիվ սկիզբ է էլի, շատ, որից հետո գնում ենք ավելի բալադային մասեր։ Խոսեցինք այս հրաշալի գործի մասին, ինչ դժվարությունների եք հանգել ընթացքում, որոնք ինչ-որ պահի անլուծելի են թվացել, բայց միևնույն է հաղթահարել եք։ Ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ Երևանում շատ քիչ են տարածքները, որտեղ մենք կարող ենք անենք լիովին փորձ։ Այսինքն օրինակի համար ունենք Tone Lab, որտեղ մենք գալիս ենք ու որտեղ երաժիշտները նվագում են, բայց մենք շարժվել չենք կարող համարյա։ Ու ընդհակառակը մենք գնում ենք օրինակի համար իմիջիալոց ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնեմ Սարան Ալբանդյանին, Թատերական ինստիտուտի ռեկտորին, ով մեզ այս աստիճանի աջակցեց, առանց իր support մենք չենք կարող այս ամեն ինչ անենք։ Գնում ենք այս դահլիճ, մեզ շատ հարմար է, իսկ ժողովուրդը պետք է իր գործիքները վերի, ինչ-որ մի ձև միացնի ու ակուստիկան բնականաբար դրա համար չի։ Օրձագարտների մեջ է անդղել հարգարակն էլի, տենց մեզ ոսկե միջին մի հատ տեղ էր պետք, որ համ հարմար կնվագենք, համ հարմար կպարենք։ Թատերականում հարմար էր փաստորեն։ Շարժվել է, Բայց վերջը արինք ու ես խորին համոզված եմ, որ եթե կա նպատակ, ինչ էլ որ խանգարի կամ բարդ լինի, դա հաղթահարելի է, որովհետև մենք ունենք շատ կոնկրետ միսիա երևի, որովհետև մենք ոչ թե անում ենք ներկայացման համար, այլ ասելու բան ունենք ու դրա համար ամեն ինչ հաղթահարվեց։ Երբ կա ասելիք, միանշանակ տեղ է հասնում դրա լուծումը, որպես այդպեսին, թե ինչպես կարող ես այդ ասելիքը տեղ հասցնել։ Ես եթե թույլ կտակ կուզենայի վերջացնեի պարողների մասին, որովհետև սենց քեսից ուրիշ տեղ գնացինք, նաև Balmankan Dance Project-ի մասնակիցները Նադեժդա Սմբատյան, Մելինե Արշակյան, Ալբերտ Չախալյան և դուք հարցնում եք բալետի արտիստների մասին, մի հոգի Վահե Բաբաջանյան, ինքը հենց օպերա և բալետի թատրոնի արտիստն է ու ինքը մեր ներկայացումը վերջին պահին փրկեց, որովհետև այն ով պետք է սկզբանը պարեր, ցավոք չկարողացավ մասնակցի ու ես արդեն սենց քաթիլային էի ստանում ներվերից ու ինքը համաձայնվավ, եկավ ու իրոք իրա լրիվ ուրիշ պրոֆեսիոնալիզմը մոտեցրեց ներկայացման և կուզենայի Արմենն էլ խոսար։ Ես էլ ներկայացնեմ Ռոզենթալին, քանի որ շատ
սիմվոլիկ է այս ամեն ինչը մեր համար, որովհետև նշում ենք խմբի 10-ամյակը այս տարի, ու մենք ունեցել ենք 10-ամյակի համերգների շարք, նվագել ենք այդ ընթացքում մեր ամենահին գործերից, ինչ որ այս 10 տարվա ընթացքում ունեցել ենք 3 համերգ եւ եզրափակում ենք համերգների շարքը օպերայում երկուշաբթի օրը, Ռոզենթալն են Նարեկ Թովմասյանը, ում ծննդյան օրն է այսօր կուզեմ շնորհավորենք։ Շնորհավորենք։ Նույնը շնորհավոր։ Հարութ Ասրյան բաց կնվագե, ու ես մնացածակել եմ։ Ռոզենտալը, այո, շատ տարբերվող հրաշալի ռոք բենդ է մեզ մոտ լոկալ որպես այդպեսին, իսկ այո, այսպեսի հրաշալի համագործակցությունը միանշանակ էլ ավելի ոգևորիչ է բնականաբար, ձեզ մաղթում ենք լիքը հաջողություններ, լավ ընթացք, նոր մոտիվացիա, որպեսզի հետաքրքիր աշխատանքներ լինեն մեզ մոտ դասական բեմերում։ Շնորհակալություն։ Իսկ այս պահին մեր եթերում գովազդ այն մտնում Այսպիսի բաներ, սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի հրաշալի նորություններ ունեցանք, այո, ամսի 10-ին դուք կարող եք դիտել հրաշալի ներկայացում օպերայի եւ բալետի թատրոնում։ Այո, մենք դուք մինչ գովազդ եք դիտում, մենք խոհանոցում թրծնում ենք Սաթենիկի պատրաստած նագետները, ուզում եմ ասել, որ ժամանակն է տեղափոխվել խոհանոց, բայց մինչև այնտեղ տեղափոխվելը, ասենք, որ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատ ու բարձրորակ մսամթերքը պատրաստվում են բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ, եւ Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ ու բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում, Պարուր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքումն ամբողջ Երևանում անվճար է։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որ դառնում է վստահություն։ Այո, իսկ հիմա ճիշտ ժամանակն է Սաթին ողջունելու, հասկանալու համար թե որ փուլում է գտնվում։ Դե ինչ Սաթ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, հավատարիմ հեռուստադիտողներ, գործընկերներս խոհանոցից հենց նոր գնացին, քանի որ մենք հասցրեցինք իմ պատրաստած 4-ից 6 րոպե տևողությամբ նագեստները վայելել, կարող եմ նույնիսկ ցույց տալ, այստեղ ամբողջական տարբերակը կար, ընդհանրապես մնաց 3 հատ, բայց երկրորդ ապակի մեջ արդեն եփվում են, պատրաստվում են։ Իդեպ բաց է յարել այսօր 4 տուփ, այնքան համեղ են, որ ասում են, չէ, արևածաղկի նման կարող ես չրթել։ Այո, մենք արևածաղկի նման առավոտ շուտ բաց ենք անում եւ վայելում ենք։ Իսկ այսօր ես իմ կողմից ինչ եմ առաջարկում։ Լցոնած կարտոֆիլ, այն էլ բատատա տեսակի կարտոֆիլ, որը բետա-կարոտինով հարուստ է, իսկ բետա-կարոտինը օգնում է մաշկի բարելավմանը, մազերի բարելավմանը եւ եղունգների։ Իսկ հիմա ինչով ենք լցոնելու։ Մեզ հարկավոր է այստեղ լոլիկ, չերի տեսակի, ասեմ, որ այս բաղադրիչը շատ հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, որը ուժեղացնում է իմունային համակարգը։ Իմ ձեռքի տակ կա ռիկոտա, կատնային սպիտակուցների աղբյուր է, հարմար է նույնիսկ նրանց համար, ովքեր խուսափում են ծանր պանիրներից, յուղային պանիրներից, այն պարունակում է կալցիում, կարևոր է ոսկորների եւ ատամների համար։ Իսկ այստեղ ունեմ ես պեստո սոուս, բաղկացած է ռեհանից, ձիթայուղից, ընկույզից, այն պարզապես բաղադրիչները հարուստ են վիտամին E-ով, առողջ ճարպաթթուներով, որոնք պաշտպանում են սրտանոթային համակարգը։ Հիմա ես կխառնեմ, սա կվերցնեմ եւ կարտոֆիլը, որը արդեն 2 անգամ հանել եմ եւ դրել եմ, ցույց կտամ ինչ եմ արել։ Ես պարզապես մեջտեղից կիսել եմ, համեմել եմ, վրան ձիթայուղ եմ քսել, տեղափոխել եմ ջեռոց։ Այնուհետև փորել եմ մի փոքր, փորելուց հետո էլ իհարկե ես կարողացել եմ լցոնել։ Հիմա միասին գնանք ջեռոց, որպեսզի հանենք։ Տախտակը այստեղ կդնեմ, ձեռնոցները ինձ են սպասում։ Իդեպ 2 տեսակի կարտոֆիլ կա իմ ձեռքի տակ, բատատա տեսակի կարտոֆիլը, որը կարմրագույն է, դա է հիմքը, որ բետա-կարոտին է պարունակում իր մեջ, բետա-կարոտին կա նաև գազարի մեջ, բետա-կարոտին կա նաև դդումի մեջ, այնպես որ շատ հարուստ է վիտամիններով։ Հիմա իմ խառնած այս տարբերակը կդնենք այստեղ, մի փոքր էլ կխառնեմ, ինչ եմ արել,
բավականին տաք է, բայց պետք է աշխատեմ եւ ձեզ ցույց տամ։ Ասեմ, պարունակում է բետա-կարոտին, ինչպես նշեցի, օրգանիզմում վերացնում է այն մանրէները, որոնք կան, խանգարում են, շատ օգտակար է։ Ասեմ, որ վիտամին A-ով է հարուստ, կարևոր է տեսողության, մաշկի, իմունային համակարգի համար։ Ունի նաև վիտամին C, մագնիում, որոնք օգնում են պայքարել հոգնածությանը։ Կարտոֆիլի մեջ, ինչպես նշեցի, քիչ ճարպ կա։ Շատ է մանրաթելը, ինչը նպաստում է իհարկե մեր մարսողությանը։ Իհարկե մի քանի րոպե եմ ես թողնելու ջեռոցի մեջ, որպեսզի պատրաստվի։ Ես երևի գթալ վերցնեմ, գթալով ինձ ավելի հեշտ կլինի։ Նույնիսկ ես հիմա մտածում եմ, որ կարելի է արդեն անջատված ջեռոցի մեջ տեղափոխել։ Պարզապես տաքանալու է ընդհանուր, համասեռ զանգված է դառնալու եւ հանելու է։ Շատ արագ պատրաստվող համեղ։ Այս օրը ձեր կարող եք սկսել համեղությամբ։ Ռիկոտա, պեստո սոուս, քաղցր կարտոֆիլ, չերի լոլիկ եւ բաղադրատոմսը վալա պատրաստ է։ Էներգիայի աղբյուր է, ամբողջ օրվա ընթացքում միաժամանակ կարող եք համով ուտել եւ իդեալական տարբերակ է արագ պատրաստելու համար։ Ճիշտ պահն է, դուք արդեն տեսաք բաղադրիչների հետ ծանոթացաք, տաք է։ Կարող եք նաեւ պատրաստել օրինակ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված տեսականոց օգտվել։ Այնտեղ կա սիրտ, շատ համեղ հավիկ բդիկներ, շատ համեղ քարաճիկ, թևիկներ, որը իդեպ 3 էի պատրաստել, իսկ ամբողջ տեսականին հենց այս պահին ձեր էկրաններին կլինի, ես կշարունակեմ կարտոֆիլի լցոնելը եւ կներկայացնեմ ձեզ։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ, բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս, որը սիրով պատրաստված է Սյունիքի լեռներում։ Հավ, ինչպես նշեցի, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեյում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքում ամբողջ Երևանում, անվճար, զանգահարեք 041 01 01 92, Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Ես էլ վստահորեն ասում եմ, այսօրվա իմ առաջարկած կարտոֆիլը լցոնած շատ առողջարար է, համեղ է, արագ պատրաստվող է, որովհետև մեջտեղից երբ որ կիսեցի, դրեցի արդեն համեմված ջեռոցի մեջ 10-15 րոպեեր, հարկավոր որպեսզի փափկեր, այնուհետև հանեցի, պատարակաղով մի քիչ տրորեցի, որպեսզի փափկի, եւ արդեն լցոնը ձեր աչքի առաջ արեցի, ինքներդ տեսակ։ Շատ համեղ է լինելու։ Սպասում եմ երբ է ժամը 12-ը գալու, եթերի ավարտին, որպեսզի մենք կարողանանք վայելել։ Իդեպ, քանի որ ուրբաթ է, ճիշտ տարբերակն է, տան անդամները գրեթե շաբաթ կիրակի օրերին տանն են լինում։ Այնպես որ ընտանեկան թե թեթև ընթրիք եմ առաջարկել, թե նախաճաշ եմ առաջարկել, կարող եք պատրաստել եւ վայելել։ Հատկապես ինչու ոչ երեխաներին էլ կարող եք պատրաստման ընթացքում ներառել, թող չերի տեսակի լոլիկը իրենք կտրատեն, կամ որ դանակի հետ շփում չունենան, կարող են պարզապես իրենք խառնել, օրինակ այս լցոնը։ Սա էլ վերջին շտրիխը հենց ձեր աչքի առաջ լցրեցի, խառնեցի, կանջատեմ, ջեռոցը եւ կտեղափոխեմ։ Սարել է, այո, կարող եմ։ Եվ կտեղափոխեմ, կխոսեմ մեր քաղցրություն ապահովող գործընկերոջը։ Իհարկե խոսքը Ժակոյի մասին է, վստահ եմ, որ բոլորը գիտեն այդ մասին։ Սերոտոնինն է ավելացնում երջանկության հորմոնը։ Ձեր էկրաններին է սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը՝ Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ եւ իհարկե ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ
հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Vkuson, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ, բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Ճիշտ պահն է, խոհանոցս հավաքեմ, կարգի բերեմ, ջեռոցից արդեն հանեմ, մատուցման ափսեի մեջ տեղափոխեմ, իսկ հիմա մենք բոլորս միասին կտեղափոխվենք հյուրասրահ։ Տեղը խոսքս փոխանցելով Լիլիթին եւ Արմանին, թող նրանք շարունակեն, ես այնտեղ դեռ նագեցներ ունեմ, որ պետք է հետևեմ, որ հանկարծ չվարվեն։ Խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն Սադ, քո առաջարկած յուրաքանչյուր բան է այսքան հաճելի եւ անգամ բաղադրատոմսն էլ ավելի համեղ դարձնելու համար դու մեզ առաջարկում ես մառանիկի համեմունքները։ Հավարատարի մնալով մարդու կյանքը վարձկացողություններով դարձնելու առաքելությանը սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևոր է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրել հատիկ համի գաղտնիք մառանիկ։ Դե ինչ տեղեկատվական թողի բոհի համացանցային դարաշրջանում հոգեկան առողջության պահպանումը դարձել է ժամանակի հրամայականը։ Ես վստահ եմ, ինձ հետ կհամաձայնեն շատերը, մեզանում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր խնդիր ունենա անհատական մոտեցում, անհրաժեշտ է ժամանակին խոսել, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ ձեզ անհանգստացնում է։ Իդեպ ես քիչ առաջ կարդում էի տիբեթյան մի վանականի խորհուրդներ, որ ասում է, եթե համաձայն չես, ասա, եթե դժգոհ ես, անպայման ասա, եթե գոհ ես, ասա։ Այսինքն յուրաքանչյուր բան պետք է բարձրաձայնվի, սա հոգեբանական կարևոր։ Պահեք, ուղղակի բարձրաձայնեք, ասեք առանց որևէ մեկին նեղացնելու եւ մեղադրելու։ Սա ամենակարևորն է։ Դե հիմա տեսնենք, թե հոգեբան Իրենա Մաթևոսյանն այսօր ինչպիսի անդրադարձ է կատարում հոգեբանական կարևոր հարցերից մեկին, որի պատասխանն էլ հիմա կլսենք։ Բարի լույս։ Շնորհակալության զգացումը պարզապես քաղաքավարություն չէ, այլ հզոր հոգեբանական գործիք, որն օգնում է մեր ուղեղում ակտիվացնել այն կետերը, որոնք պատասխանատու են երջանկության, բավարարվածության եւ գոհունակության համար։ Շնորհակալ լինելը նման է դոմինոյի էֆեկտի, որքան շատ ենք մենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչի համար մենք շնորհակալ ենք, մեր կյանքում ավելի շատ են լինում լավ բաները։ Ամեն օր քնելուց առաջ փորձենք վերհիշել 5 կետ, ինչի համար մենք շնորհակալ ենք։ Դա կարող են լինել չնչին փոքրիկ կետեր, օրինակ, որ մենք այդ օրը ցանկություն չունեինք մարզվելու, ժամանակ չունեինք, բայց սակայն կարողացանք գնալ եւ մարզվեցինք, կամ մեզ կարողացանք համով եւ առողջարար նախաճաշ պատրաստել։ Երբ մենք շնորհակալ ենք լինում, մեր շուրջ ամեն ինչ կարծես սկսում է փոխվել եւ փոփոխվել, եւ որքան ավելի շատ ենք մենք ֆիքսված այն ցուցակի վրա, թե ինչ ունենք մեր կյանքում, մենք չենք նկատում, թե ինչերն են պակասում մեր կյանքում։ Պետք չէ երբևէ սպասել մեծ առիթների, լուրջ հաղթանակների կամ մեծ նվերների, որպեսզի լինենք շնորհակալ։ Իրականում շնորհակալ լինելու զգացումը օգնում է մեզ մեր կյանքը ավելի լավը դարձնել, եւ երբ մենք երջանիկ ենք, մեր շուրջ մարդիկ նույնպես լինում են շատ երջանիկ։ Մենք եթերում ենք, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, եւ իսկապես շատ հետաքրքիր տարբեր կոնտրաստային անցումներով թեմաներ ենք ձեզ ներկայացնում, որոնք իդեպ նաեւ մշակութային են բնականաբար, եւ այսպես ապրել խաղաղ նախագիծը 10 տարեկան է եւ այս տարիների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք նախագծի հաջողություններին, ավանդույթի համաձայն տեսահոլովակների պրեմիերաները եղել են մեր եթերում եւ լավագույն ավանդույթները շարունակելով, ասենք որ այսօր էլ ունենալու ենք նոր երգի պրեմիերա մեր եթերում, բայց Հոբելյանական տարվա առիթով, այո, նոր երգ եւ տեսահոլովակ, որի պրեմիերան էլ ինչպես խոստացա, զրույցի ընթացքում նաև անդրադարձ կունենա ստեղծագործական նորությունների նաև մասին կզրուցենք եւ այս տարիների կարևոր ձեռքբերումների եւ այսպես։ Եվ այսպես տաղավարում են ապրել խաղաղ նախագծի գեղարվեստական ղեկավար երգերի հեղինակ Լիլի Գրիգորյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ նախագծի մասնակիցներ Նատալի Սաֆարյանը, Մարտա Գրիգորյանը, Բելլա Հայրապետյանը եւ Մարիա Մելիքյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։
Նախ մենք շնորհավորում ենք ձեզ Հոբելյանական առիթով, մաղթում ենք ստեղծագործական կանեչ ճանապարհ եւ նորանոր հաջողություններ։ Նախ կխնդրեմ մի փոքր ձեր ստեղծագործական տարիների մասին պատմել, ինչ ձեռքբերումներ եք ունեցել, ինչ եք արել, ինչ եք հասցրել։ Սիրով, քանի որ արդեն նշեցիք, որ 10 տարեկան է, այնքան արագ են անցել այդ 10 տարիները, որովհետեւ շատ բուռն աշխատանքային շրջան ենք ունեցել։ Ես հիշում եմ, որ 2015 թվականին, երբ որ ստեղծեցի նախագիծը, այսինքն միտքը ղացավ գրել նման երգ խաղաղության նվիրված, այդ տարի գենոցիդի հայոց ցեղասպանության 100-ամյակներ եւ բոլորը մեծ շուկով նշում էին ամբողջ տարին էր նվիրված ցեղասպանության տարելիցին, մենք ավելի ուշ արեցինք դեպի աշնան հոկտեմբերի վերջ, նոյեմբեր ամսին եւ ինքը շատ գեղեցիկ երեխաների շուրթերից, հայ երեխաների շուրթերից, որոնց նախնիները տեսել են ցեղասպանություն, ուղղակի կոչ էին անում ամբողջ աշխարհին խաղաղության այդ գեղեցիկ մեսիջով։ Եվ երգը այնքան սիրվեց տարածվեց, որ ի սկզբանե ես որոշել էի այն մեկ անգամյա ուղղակի լինել նախագիծ, ոչ թե շարունակական բնույթ ունենալ, բայց քանի որ բոլորը սիրեցին եւ Սփյուռքը եւ Հայաստանը եւ նաեւ շատ տարբեր օտարազգեր թարգմանել են երգը 4-5 տարբեր լեզուներով, հասկացա, որ ուղղակի կանգ առնել չի կարելի, պետք է շարունակել եւ այս 10 տարիների ընթացքում ունենք 10 տեսահոլովակ եւ շատ բազմաթիվ այլ գործեր ու աշխատանքներ, որոնք արել ենք եւ համերգային ֆորմատով եւ տարբեր։ Շատ կարեւոր է, որ Հայաստանից դուրս էլ ապրող հայ երեխաներին միավորում եք, մի փոքր որ սրանից պատմեք։ Իսկ սկզբանե, երբ նախագիծը ստեղծվեց, երգում էին մեր Հայաստանում ապրող հայ տաղանդավոր երեխաները, եւ հետո հասկացա, որ կարելի է ուղղակի մասշտաբները մեծացնել, որովհետեւ իրականում շատ տաղանդավոր Սփյուռքում ապրող երեխաներ ունենք, որոնք ուղղակի երգի միջոցով գտնում էին ինձ, ցանկանում էին մասնակցել եւ այն տարիներին դեռ 10 տարի առաջ, երբ on-line հարթակը այդքան զարգացած չէր, ես հիշում եմ, որ մենք on-line ծանոթանում էինք, երգերը սովորում էինք եւ նրանք ամռան ընթացքում վերադառնում էին հայրենիք, ու շատ կարեւոր բան նաեւ ավելացնեմ, որ ի սկզբանե նպատակը երգելն էր ու հայ երեխաներին հայ երաժշտության շուրջ միավորելը, բայց հասկացա տարիների ընթացքում, որ այդ երեխաները նույնիսկ կան, որոնք չեն եղել Հայաստանում, իրենք ուղղակի լսել են իրենց հայրենիքի ինչ-որ կյանքի այլ փուլերի ընթացքում հայրենիքում չեն եղել։ Ինչպես պատկերացում են կազմել դա։ Իհարկե, եւ նրանք ուղղակի պատճառ էր հանդիսանում նախագիծը գալ, ձեռք բերել նոր ընկերներ, միավորել երեխաներին եւ նմանատիպ բազմաթիվ օրինակներ ունեմ եւ Լոնդոնից եւ Լոս Անջելեսից եւ Սիդնեից, որ ուղղակի երեխաները ունեն արդեն ընկերներ, իրենց հասակակիցների հետ շփվում են ու հայրենիքի հետ ավելի սերտորեն կապը հաստատվեց։ Իսկ դուք քանի տարի է ինչ նախագծում կաք։ Այո, խոսենք աղջիկների հետ մի փոքր։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ եվս մեկ անգամ այս տաղավարում եմ, արդեն ապրիլ խաղի հետ եվս մեկ անգամ Մերիկե Լիլի հետ եղել ենք այստեղ։ Ես, եթե ճիշտ եմ հիշում, 18-19 թվականից եմ, չէ՞, այս նախագծում, եւ ուզում եմ ասել, որ դա շատ մեծ պատիվ է ինձ համար, որովհետեւ նախագիծը իսկապես շատ կարեւոր գործունեություն է ծավալում եւ երգի միջոցով համախմբում է հայ երեխաներին, տարբեր աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երեխաներին, ու դա կարծում եմ, որ շատ կարեւոր է։ Եվ մենք երգի միջոցով մենք արտահայտում ենք մեր միտքը, տեղ ենք հասցնում, թե ինչ ենք ուզում ասել։ Հրաշալի, Մարիա, ո՞րն է քո սիրած երգը, ո՞րն ես ամենաշատը սիրում կատարել։ Ես տարբեր երգեր եմ սիրում, ես ամեն երգն էլ սիրում եմ։ Մենք փոքրուց երգում ենք եւ ընկեր Լիլի հետ ծանոթացանք, երբ Արդեն մոտ 1 տարի է։ Արդեն 1 տարի երգում ենք։ Ճիշտ է, մենք փոքրուց սկսել ենք, բայց մենք չենք պարապում երգ եւ արդեն պարապում ենք երգ։ Պրոֆեսիոնալ, այո, 1 տարուց ավել է, այո, աշխատում եմ Բելան ու Ալինա Քուրիկել ունի, այսօր մեզ հետ չի, ինքը դպրոցում է, աշխատում ենք էլի on-line հարթակում ու շատ արագ երեխաները, չգիտեմ, երևի այդ կապը ես եմ կարողանում արդեն տարիների փորձից ելնելով կարողանում եմ երեխաների լեզուն ճիշտ հասկանալ ու ամենակարևորը մեզ միավորում է երաժշտությունը։ Այո, մենք խոսելու ենք նոր երգի մասին, հետաքրքիր է Արինե, ինչպես պատրաստեցիք, ես կուզեմ Բելայի հետ խոսել այս պահին։ Մարիայի, հա, Մարիա եւ Բելա։ Հա, որովհետեւ դու ասացիր Մարիա, պատասխանեց Բելան։ Հա, երևի չգիտեք։ Հա, ես երևի սխալ եմ նայել։
Հիշեցի ինձ ներողություն երաժշտական հիմքը երաժշտությունն է խոսքի, դա արդեն շատ լավ է, շատ լավ։ Ինչպես է նախ Երանի երգը առանձնացել քո համար, ինչ զգացողություններ է քո մեջ առաջացնում, երբ կատարում ես խմբում։ Մեզ սենց ուրախություն ա բերում, որ ես որ լսում եմ այդ երգը։ Դու հիմա պետք է այնպես ներկայացնես, որ քո ասածից հետո մենք անպայման նայենք, որովհետև դու ասացիր ու մենք միանգամից դիտելու ենք պրեմիերա անենք մեր եթերում։ Լավ, ինչ կմաղթես այն մարդկանց, ովքեր հենց հիմա նայելու են երգը։ Բայ դիտում։ Որ բարերին լսեն ու հասկանան երգը։ Հրաշալի։ Միտքը ասելիքը, այո։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին դուք հնարավորություն ունեք մեր եթերում վայելելու տեսահոլովակը, լսեք, ուշադիր եղեք բառերին եւ հասկացեք միտքը։ Անպայման։
Շնորհավորում ենք տեսահոլովակի կապակցությամբ, շատ գեղեցիկ ձայներ ունեք, շատ տարբերվող եւ իսկապես որ ասելիքը տեղ է հասնում միանշանակ, հետո գաղափարախոսությունն է շատ հստակ երևում Լիլի, ապրել խաղաղ նախագիծը իր յուրաքանչյուր դրսևորմամբ ցույց է տալիս, որ կա հաղորդագրություն եւ ասելիք միանշանակ եւ դա հասցնելը ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Եթե խոսենք տեսահոլովակի մասին, ինչպեսի ստեղծագործական թիմ էր ձեզ հետ։ Գիտեք, տարիների ընթացքում այո, շատ տարբեր թեմաներին եմ անդրադարձել, խաղաղությունից մինչև հայրենիք, զինվորից մինչև սահման եւ այլն, բայց 10 տարիների ընթացքում հասկացա շատ տարբեր երգեր ունեի գրված, որոնք իմ արխիվում էին, բայց չէի կարողանում ստեղծել, որովհետև հասկանում եմ, որ ինչ որ նոր ուրիշ բան եմ ուզում ու սպասում եմ հենց այդ նոր ուրիշ երգին, ու դա հենց Երանին էր, ու Երանի երգը ինձ թվում է մեր բոլոր հայ երեխաների ու բոլոր հայ մարդու փափագն է, հայ մնալու, հայ լինելու ու ամեն տեղ ապրելուց, թեկուզ դրսում, թեկուզ հայրենիքում պատվով եւ արժանապատիվ ներկայացնել քո ազգությունը եւ շատ է ուզում որ երեխաները դրա մասին երգեն, դրա մասին խոսեն, ճանաչեն իրենց մեծերին ու շատ ուրախ եմ երբ որ երգը ուղարկեցի Արմանին Փահլևանյան, մեր շատ լավ երաժիշտ Մոսկվայում է ապրում այս պահին, հենց լսեց, ասեց ես ուզում եմ որ Կոմիտասի, եթե նկատեցիք Կոմիտասի Գարունե ձուն է արել այդ մի կտոր հատվածներ, ինչը որ ես զգում էի, ինչը որ ես մտածում եմ ու պատկերացնում էի, շատ ուրախ եմ, երբ որ իմ կողքին պրոֆեսիոնալ մարդիկ են ու կարողանում են այդ բոլոր ցանկությունները իրականություն դարձնել։ Այո, երեխաների ձայները տարբեր են, իրանք ունեն շատ տարբեր ներաշխարհներ, ապրում են տարբեր երկրներում, հիմնականում Մոսկվայից են երեխաները, որոնք հիմա Մոսկվայում սրտատրոփ սպասում էին տեսահոլովակի պրեմիերային։ Ողջունում ենք բոլոր այն երեխաներին, ովքեր որ հիմա հետևում են մեզ ու երկրում չեն, անպայման սպասում ենք լավ նախագծերով մեզ մոտ Երևանում։ Եվ ինձ թվում է կարևորը ասելիքն է, կարևորը խոսքն է, եւ հայոց ցեղասպանության 110-րդ տարին է այս տարի ես ուզում եմ որ մեր նախնիների փափագը սերը կարոտը որ փոխանցել են գենետիկորեն մեզ ես ուզում եմ որ նրանք այսօր երկնքից տեսնեն ու հասկանան որ ճիշտ սերունդ է մեծանում ու մենք էլ լինենք այդ ջատագողը ով սովորացնում է եւ տանում է երեխաներին դեպի ճիշտ ճանապարհին այո այդպես է Մարտա դու ինչ մեզ կպատմես ոնց են անցնում ձեր պարապմունքները Իմը լավ է անցնում ամենը մի փոքրիկ գաղտնիք բացեմ, Մարտան իմ եղբոր աղջիկն է, շատ այո, այսօր առաջին անգամ հուզված է, որովհետև հորաքրոջը առաջին անգամ ուղիղ եթերում է, ու պատասխանատվությունը մեծ է ավելի։ Երգել սիրում ես, իսկ կուզեի երգչուհի ճանապարհով գնալ։ Իսկ առաջին անգամ էր մասնակցում տեսահոլովակի նկարահանման այս process, քեզ համար ծանոթ էր, թե նոր ես քեզ տեսել այդ հարթակում տեսահոլովակ նկարահանման հրապարակ երկրորդն է ինձ հետ երկրորդն է երկրորդն է այո եւ քեզ դուր է գալիս նկարահանվել այդ process-ը նկարահանումները Հա։ Իսկ դուք աղջիկներ, ձեզ համար էլ էր առաջին անգամ տեսահոլովակի նկարահանման մեջ մասնակցել։ Հա։ Ահա։ Չէ, ես շատ այս նախագծում շատ տարբեր տեսահոլովակներ ունեմ առանձին ու այս նախագծում շատ մեծ փորձ եմ ձեռք բերել ու շատ շնորհակալ եմ ընկեր Լիլիին, որովհետև մենք այդ տեսահոլովակներով, այդ ձայնագրություններով, բացի այն, որ շատ ջերմմթնոլորտ է, մենք նոր ընկերներ ենք ձեռք բերում, օրինակ մենք իրար եւ շատ մտերիմ ենք դառնում, բացի այդ մենք նաեւ շատ հմտանում ենք, որովհետև կարծում եմ, որ շատ մեծ փորձ է մասնակցել տարբեր, չգիտեմ, փառատոնների, այնտեղ երգել եւ անել այսպիսի հետաքրքիր երգեր։ Նաև համերգներ ենք ունենում դրսում եւ տարբեր մրցանակաբաշխություններին ենք մասնակցել Փարիզում 17 թվականին հաղթել ենք ու ստացել ենք տարվա մանկական լավագույն նախագիծ, տարվա երգին ենք մի քանի տարի մասնակցել Սոչիում, Երևանում, շատ տարբեր Մոսկվայում, Հայաստանում, իդեպ Մոսկվայում էլ կա մեր երկրորդ ֆիլիալ այդպես ասած, այո մասնաճյուղը, որովհետև կյանքի բերումով հիմա այնտեղ եմ ապրում ու այնտեղ էլ, այստեղ էլ բոլոր երեխաներին ինչքան հնարավոր է, ասեմ ավելին առավոտյան եմ վայրս կատարել Երևան ու միանգամից եկել եմ ուղիղ եթերի, որ հասցնենք երբ որ կա ցանկություն, ինձ թվում է արդեն հնարավորությունները բացվում են։ Ես կուզեմ մի փոքր խոսեք առաջիկա պլանների մասին։ Ինչ պլաններ ունեք, ինչ եք պատրաստվում։ Առաջիկա պլանները երևի ավելի ամփոփիչը Երանին էր,
գիտեք ինչ ժամանակի իրադարձությունների կյանքը այնպես արագ է փոփոխվում, ամեն ժամ ու մի քիչ ավելի վախենալու է թվում այդ փոփոխությունները, բայց փորձում ենք կյանքի ընթացքում քայլել առաջ։ Արդեն երկի տեսալովակի տպավորություններից կորոշենք ինչ կլինի հետոն, բայց կան պլաններ մեծ համերգային մենահամերգ ունենալու 10-ամյակ ամփոփիչ, որովհետև նախագծում իրականում 10 տարիների ընթացքում մասնակցել են մոտ 200-ից ավելի երեխաներ տարբեր երկրներից ու շատ երեխաներ էլ կան, որոնք արդեն մեծ են, 20 եւ պլյուս տարեկան ու արդեն մոտ 2-3 սերունդ մեծացել են, ավելի փոքր մարտայի տարիքից սկսած, հիմա արդեն մոտ 20 տարեկան հասուն պատանիներ են։ Ինչ մեզ մնում է ձեզ միայն հաջողություն մաղթել կանեչ ճանապարհ ստեղծագործական բեղմնավոր տարվա սկիզբ։ Շնորհակալ եմ շատ, եթե թույլ կտաք նաև շնորհակալություն հայտնել մեր ռեժիսորին Արտուրին Մանուկյան, շատ գեղեցիկ տեսահոլովակի համար, ինձ պետք է որ երեխաները էմոցիաներ լինեն ու ինքը դա ստացել է։ Արմանին Փահլևանյան շնորհակալություն, Լիլիթին Բադալյան, որ իմ հետ միշտ աշխատել է ապրել խաղաղում, հիմա Ամերիկայում է ապրում, ինքը ամեն մանրուքին ինձ հետ մասնակից է եղել։ Շնորհակալություն Արտուրին, մյուս մեր օպերատորին Արտյոմ Աբովյանին, շնորհակալություն Էդվարդ Մատենցյանին, սիրուն մոնտաժի համար, բոլոր ստեղծագործական թիմին ու այս 10 տարիների ընթացքում բոլոր այն մարդկանց, որոնք կիսել են մեր գաղափարը եւ մեր կողքին են եղել երեխաների կողքին։ Եվ մարդիկ են, ովքեր որ իրենց գործում արհեստավարժ են միանշանակ դրա համար արդյունքում ու նաև ծնողների շնորհակալություն, որովհետև նրանք ամուր Այո, մենք ունենք ծնողներ մեզ մոտ կադրից դուրս անգամ, այնպես որ բոլորի շնորհակալ ենք, որ վստահում են ձեզ եւ այո, երեխաներին դնում են այնպիսի իրականության մեջ, որտեղ որ networking-ն է, տարբեր շփումներն են Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ լավ է։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ եւ շնորհավորում ենք պրեմիերայի կապակցությամբ, նորանոր հաջողություններով կսպասենք մեր տաղավարում։ Իսկ մենք ասենք, որ ուզում ենք շարունակել հետևել առողջությանը ու առողջ ապրելակերպին, ճիշտ չէ։ Այո, այդ ամենում մեծ դեր ունեն նաև ամենօրյա ճիշտ եւ գրագետ մարզումները, ամեն օր կարևոր եւ կիրառելի խորհուրդներով է կիսվում մարզիչ սննդաբան Էլիզա Պետրոսյանը։ Հետևենք նրա խորհուրդներին, վերադառնանք։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր այն օրն է, որ պետք է միանաք մեզ եւ մարզվեք մեզ հետ յուրաքանչյուր աշխատանքային օր ընդամենը 2 րոպե եւ կարճ ժամանակ հետո զգաք թե ինչքան դրական ազդեցություն ունի ձեր օրգանիզմի վրա։ Մենք ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր այսօր եւս պատրաստել ենք 2 վարժություն, որոնք կատարելով կունենաք բավականին լավ ազդեցություն եւ այսպես այսօրվա մեր վարժությունը նստատեղի մկանի համար է նախատեսված։ Ընդունում ենք 4 հեկտար դիրք, որից հետո ոտքը բարձրանում է վերև։ Նախ պետք է դիրքը ընդունելուց առաջ շեշտեմ, որ ծնկները պետք է լինեն կոնքերի տակ, արմունկները պետք է լինի ուսերի տակ եւ ոտքը ցուցադրված տարբերակով բարձրանում է վեր եւ իջնում է ներքև, single տարբերակով 1, 2 եւ այսպես շարունակ 8 հաշիվ, որից հետո պահումներ ենք կատարում, ոտքը բարձրանում է վերև, պահում ենք այս դիրքում, կրկին այնքան հաշիվ, որքան որ մենք աշխատեցրել էինք տվյալ մկանը եւ որից հետո ել ավելի ծանրաբեռնելու համար ոտքը բացում ենք եւ փակում ենք, ոտքը բացվեց, փակվեց, այսպես այնքան քանակով, որքան որ արդեն նախապես դուք աշխատեցրել եք ձեր մկանախումբը։ Եվ իհարկե վերջում 3 զսպանակ տարբերակը եւ այս ամենը պետք է կրկնել յուրաքանչյուր ոտքով, այն քանակով, այն վարժությունները, որոնք կատարում եք այս ոտքով, նույնը պետք է կրկնել մյուս ոտքով։ Եվ իհարկե նույն մկանախմբի համար մենք աշխատեցնելու ենք նաեւ այլ վարժությունով, վարժությանը պետք է ընդունենք արդեն այս դիրքը եւ տազը բարձրացնում ենք վերև եւ իջացնենք։ Այս վարժության ժամանակ մենք պետք է տազը սեղմելով բարձրացնենք վերև, բայց ուշադրություն դարձնենք մեջքը ամբողջությամբ չփոկենք գետնից, որպեսզի ճիշտ մկանախումբ կծկվի։ Եվ այսպես single տարբերակով, ոնց որ հենց այս պահին ցուցադրվում է, նույն ձևով պահում ենք վերևում, պահում կատարում, պահումի ժամանակ միշտ հիշեք, աշխատեցրած մկանը շատ ավելի լավ է սկսում աշխատել, երբ մենք դիրքով պահում ենք, այս պահին մկանը կծկված, լարված վիճակում է, հետեւաբար աշխատում է։ Եվ իհարկե անում ենք զսպանակները, 3 զսպանակ վերևում կատարելով, իջացնում ենք, թուլացնում ենք եւ նորից բարձրացնում ենք, 3 զսպանակ, նորից իջեցնում ենք եւ իհարկե ել ավելի մեծ ծանրաբեռնվածության համար ընդունում ենք պահումի դիրք, որից հետո ծնկները միանում են եւ բացվում են։ Ծնկները միանոցնում ենք, բացվում ենք նույն քանակով, որ քանակով, որ մենք աշխատեցրել ենք տազի մկանները։ Եվ իհարկե այսքան աշխատացնելուց հետո պետք է պարտադիր կատարել ձգումներ, իսկ ձգում
ձգումները պետք է կարող եք կատարել այն ձգումները, որը մենք պարբերաբար ձեզ եթերում ցույց ենք տալի, իսկ այսօր ես կխնդրեմ Էլենը բարձրանա վերև եւ մենք երկուսով ցույց կտանք, երկու ձեռքով բռնում ենք ոտքը, ամուր սեղմում ենք, հավասարակշռությունը պահում ենք եւ սեղմում ենք ոտքը, բայց ուշադրություն ենք դարձնում, որ այս սեղմելու ժամանակ ոտքը այսպես հետ չգնա, պետք է ծունկը ծնկի մոտ լինի եւ ամուր կարողանանք սեղմել։ Նույնը կատարում ենք մյուս կողմով, մյուս ոտքով եւ իհարկե այն բոլոր ձգումների տարբերակները, որոնք մենք յուրաքանչյուր օր ցուցադրում ենք, կարող եք միացնել, որովհետեւ ձգումները երբեք շատ չեն լինում։ Մկանը առողջ է, երբ նախապես վարժությունից առաջ տաքացվում է եւ վարժությունից հետո ձգումներ ենք կատարում։ Դե ինչ, միացեք մեզ, հետևեք մեր խորհուրդներին եւ եղեք առողջ։ Բայց վերադարձանք խոհանոց։ Խոհանոցով։ Խոհանոցում արդեն ամուր բերեցին դեպի այստեղ։ Մի խոսքով սաթնիկն էլ աշնանային համեղ, իհարկե նագետները միանշանակ մեր հավատարիմ խորտիկներն են, որպես այդպիսի, բայց այո, Սաթ, ինչպեսի լցոնումներ, ինչպեսի գունային գամ։ Այո, այստեղ երկու տեսակի կարտոֆիլ կա, կարմիր գույնի կարտոֆիլ, որը նորից հարուստ է մանրաթելերով, եւ ունենք այստեղ բետա կարոտինով կարտոֆիլ, բատատան։ Իդեպ շատ համեղ է, շատ առողջարար է։ Պեստո տեսակի սոուս ունենք, ռիկոտա տեսակի պանիր, լոլիկ չերի տեսակի, սիրով համեմված, լցոնված, կատակ չի անում։ Նա երբեք չի խաղում։ Որքան էլ որ մասնագիտությամբ դերասանի է, նա կյանքում չի խաղում, այնպես որ հավատարիմ հեռուստադիտողներ հավատացեք, որ շատ համեղ է ստացվել, Արման։ Ես վստահ եմ, որ համեղ է ստացվել, միանշանակ հիմա ասեմ։ Ես չեմ փորձել, դա էլ ասեմ։ Բատատա։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի եթեր ունենք, բատատայով փաթեթավորված, սիրում ենք ձեզ շատ, վաղը չենք հանդիպելու, որովհետև գնալու ենք հանգստի 5 շաբթի է այսօր, ուրբաթ է այսօր, շաբաթ կիրակին առջևում է։ Գործընկերներս վայելում ենք, հանդիպենք 2 շաբթի։ Հաջողություն։ Լավ հանգստյան օրեր։ Հաջողություն։